Ողջույն գործարարիք եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում, եթերում է Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Գաբրելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոզյան։ Պարոն Լոկմագյոզյան, այսօր ուզում եմ անդրադառնանք ծպտյալ հայերի հարցին Թուրքիայում։ Հետարքիր է կան հայեր, ովքեր ծպտյալ են, գիտեն դրա մասին, թաքցնում են Թուրքիայում, կան հայեր, ովքեր նույնիսկ չգիտեն դրա մասին, երկուսի հետ կապված էլ հարց ունեմ, առաջին դեպքում, երբ նրանք ինչու են թաքցնում դա, արդյոք այսօրով այդ ճնշումները դրա հետ կապված պետական թե ներքին, ասենք հանրային ճնշումներ կան նրանց հանդեպ, եւ երկրորդի հետ կապված արդյոք եթե նրանք ծպտյալ են եւ չգիտեն դրա մասին, ինչպես է դա արտահայտվում, հա, այսինքն ինչպես է երևում, որ նրանք հայ են, ինչպես կարող ենք հայտնաբերել, այսպես ասած, որ նրանք հայ են։ Կարծում եմ մենք մեր պրոգրամներում մի քանի անգամ ուրիշ խնդիրների հետ կապված նաև անդրադարձել ենք այդ հարցին, բայց չնայած որ այդ անդրադարձել ենք կարևոր հարց է դա մեր հիմնական հարցերից մեկն է, դրա համար այսօր լրիվ անդրադառնանք դրան։ Ծպտյալ հայ ասելով նախ ինչ է նշանակում ծպտյալ հայ, ամբողջ Թուրքիան ծպտյալ է, ծպտյալ հայ կա, ծպտյալ արաբ կա, ծպտյալ հույն կա, ծպտյալ վրացի կա, ծպտյալ, չգիտեմ, բոսնիացի կա, բոլորն է ծպտյալ են, ծպտյալ բուլղար կա, այսինքն ամբողջ Թուրքիան գազմված է ոչ էթնիկ թուրքերից եւ ինչ որ մի ուսումնասիրության արյան գենետիկայի ուսումնասիրության հետևանքով բարձվեց որ Թուրքիայում միայն 3-4%-ը Կարծեմ արգելել են, չէ՞, հետազոտությունները։ Հետազոտությունները արդեն միշտ արգելված է, դա շատ դժվար է այդպիսի բաներ անել, հատկապես եթե արդյունքը այսպես է լինում, այդ արդյունքը բացահայտելը շատ դժվար է, եղել դեպքը օրինակ մի գին բժիշկուհի էր, որը Սևծովի ավազանում էր ուսումնասիրություն արել եւ վերջում ասել էր որ արևելյան Սևծովի ավազանը հայկական է, արևմտյան Սևծովի ավազանը հունական է։ Վերջացավ ու մեծ խնդիր եղավ եւ այլն բարիկադների վրա բարձրացան մարդիկ ոնց կլինի մենք թուրք ենք մենք օղուզ ենք չգիտես ինչ ենք իհարկե ոչ մեկը իր բաբից Էնյանը չգիտի բայց իրենք գիտեմ որ օղուզ են բոլորն են մի քանի 100 տարվա պատմությունն գիտեն դա թուրքական ֆենոմեն է դա իհարկե եւ մի հատ ընդհանուր Թուրքիայի տարածքում այդպիսի ուսումնասիրություններ կատարված բարձվել էր որ 3-4%-ն է միայն բանը Միջին Ասիայից եկած գենի դեր այդ մարդիկ եւ ամենամեծ դոգոսը գենետիկ ամենամեծ դոգոսը սերբիացի էին Սերբիայից եկած, այսինքն նրանք այն մարդիկ էին, որոնք ժամանակին նաև որպես բալկանյան եւ այլն թուրքեր, այսօր Բոսնիան ինչից է առաջացած, այդ նրանցից էին, որ եկան ժամանակին, ասենք սլավոններ սանական թվականներ են, իհարկե, այո, Սերբիայից շատ արյուն կա, այսինքն այսօրվա թուրք կոչվածների մեջ է։ Իհարկե հայկական արյուն էլ կա։ Ես այստեղ մի անգամից ասել եմ կարծեմ միացյալ ազգերներ որ իրենց ըստ հաշվարկների եթե Թուրքիան ժողովրդավար երկիր դառնա նորմալ երկիր դառնա ազատ երկիր դառնա 1.8-ից մինչև 2 միլիոն մարդ պիտի նորից իր արմատներին վերադառնա հայի մասին չենք խոսում ընդհանուր ենք խոսում իհարկե մի մեծ բանգա զանգված էլ կա որ հայկական առնունը հատկապես 15 թվականից հետո բայց ոչ միայն 15-ից ասենք Աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ էլ գիտենք որ 600,000 հայ իսլամացան բռնի իսլամացան սակայն այն ժամանակ նրանց մի մասը կամ կարելի ասել անգամ մեծ մասը նորից հետ վերադարձավ երբ որ ամեն ինչ հանգստացավ սակայն անգամ այն ժամանակներ դե մհին բաները եթե ասենք հոդվածներ եւ այն բան գարտակ ճանապարհորդների այդ գրածները կտեսնեք որ այնտեղ նշվում են այն դրանից առաջ նշվում են որ
ինչ որ գյուղեր կան, ինչ որ բաներ կան, որոնք, չգիտեմ որ թվականին, չգիտեմ որ ժամանակին մուսուլմանացած հայեր են, եւ այնտեղ միշտ շեշտվում է, որ այդ հայերը ավելի թունդ մուսուլման են, թունդ հայադյաց են, քան նորմալ թուրքական կամ քրդական գյուղերի բնակիչները։ Դա էլ մի ուրիշ ֆենոմեն է, դա էլ գուցե հայկական ֆենոմեն է երևի։ Օրինակ մի դեպք կար, բայց այդ որ սերունդը արդեն իսլամացած հայերի, այսինքն այդ հայատյացությունը, որ ասում բանի ժամանակ ցեղասպանությունից առաջ։ Այսինքն դա մի 5 սերունդ արդեն իսլամացած։ Չէ, որովհետև այնտեղ հիշվում է, որ իրենք մուսուլմանացել են, եթե 5 սերունդ անցած դիներ, արդեն մոռացած կլինեն ամեն մարդը, եւ հիշնում եմ, որ չգիտեմ որ թվական, այսինքն մի 20 տարի առաջ, 30 տարի առաջ, 10 տարի առաջ մուսուլմանացել։ Եվ այնտեղ մի հատ նշում կար, որ ասում է հայերը սրբադեղի ունեին, չգիտեմ դեռան վրա, եւ այդ սրբադեղին հասնելու համար ինչ որ մի նախկին հայկական գյուղով պիտի անցնեին, եւ այդ այնտեղի նախկին հայերը այնպես էին դարձել հայադյաց, որ ոչ մի հային չէին թողնում, որ անցնի այդ գյուղով եւ գնա իր սրբադեղին այցելել։ Մենք երկար ժամանակ արդեն չէինք կարողանում մեր սրբադեղիները այցելել։ Բայց ինչի է դա կապված, այսինքն միգուցե այն հայերը, ովքեր չեն ենթարկվել, ասենք չեն իսլամացվել, նրանց հանդեպ վերաբերմունք են փոխել։ Տարբեր բաներ կա իհարկե, դա արդեն իմ խնդիրը չէ, դա հոգեբանները պետք է խոսեն դրա համար, բայց դա իսկական, այո, հայկական ֆենոմեն է։ Երևի հայը ամեն ինչ ամենալավն է անում, եթե թուրքանում է ամենալավ թուրքն է դառնում նաև, ամենաֆաշիստ թուրքն է դառնում եւ ասեմ որ այսօրվա ֆաշիստական գազագերբության մեջ է Թուրքիայի մեծ թվով այս իսլամացած հայերից կան։ Ժամանակ առ ժամանակ ինչ որ մի բան դուրս է գալիս, ինչ որ մի բան լսվում է, կամ մարդիկ կան, որ անգամ ճանաչում են, որ ով է, ասեն։ Այսինքն այնպիսի հայեր, որ գիտեն, որ հայ են։ Մի մասը գիտի, մի մասը չգիտի։ Հիմնականում չիմացողներ, բայց իհարկե։ Իսկ բացի այդ գենետիկ անալիզից, այդ չիմացողին ինչ որ կենսակերպի, չգիտեմ, խոսվածքի մեջ ինչ որ կերպ զգացվում է, որ հայ է։ Չէ, իհարկե, եթե թուրքական շրջանաբադում ապրում ես, այսօր մեր հայերի, այսինքն քրիստոնյա հայերի, պոլսայերի խոսելուց էլ չիջոգվի։ Ուզում եմ հասկանալ ինչպես ենք հասկանում, որ իրենք հայ են։ Եթե հաշվարկ ենք անում, ասում ենք այսքան հայ կա, մի մասը գիտի, մի մասը չգիտի։ Չգիտենք, դրանք մոդավոր հաշվարկներ են, ենթադրություններ։ Վստահորեն չեն կարող։ Չէ, այդպես 100%-ով ոչ մեկը չգիտեն։ Հիմա քիչ առաջ հարցը տվեցիք, թե ոնց կարելի հասկանալ, ոնց չկարելի հասկանալ եւ այլն։ Շատ հեշտ մեթոդ կա իմ միջայլոց, դա իմ մեթոդն է։ Տարիների ընթացքում ես գտել եմ, եթե մեկի մոտ իմչալոց լավ, եթե մեկին գնաք հարց տակ կամ ասեք որ դու քո սերունդդ բանի այո ճիշտ է հայի սերունդ ես դու քո ծնողներդ հայ են եղել, բաբդ հայ է եղել եւ այն ասես մեծ խնդիր կլինի, շատ մեծ խնդիր կլինի, կարող է խնդիրը մինչեւ սպանության հասնի։ Այդ մարդը երբեք չի ընդունի, անգամ եթե իմանում է, երբեք չի ընդունի իր հայ լինելը կամ հույն լինելը, ասորի լինելը։ Թուրքիայում եթե ուզում եք իսկապես իմանաք թե ով է, իրեն պիտի չհարցնեք։ Նա թաքցնելու է, կամ ինքը չգիտի դրա մասին, կամ թաքցնելու է, հարևանին պիտի հարցնես։ Այ հարևանը շատ լավ կամ կողքի, այսինքն կողքի գյուղը հարևան գյուղին պիտի հարցնես դրա բնակիչին, կամ հենց կողքի տան բնակչին պիտի հարցնես եւ այլն, եթե ինքն էլ հայ չէ իհարկե, նրանք շատ լավ գիտեն, մինչև այսօր էլ գիտեն, որովհետեւ միշտ էլ ասենք դեպքեր են լինում, որ բացահայտվում են նրա հայ կամ մարդիկ իրենք բացահայտում են իրենց հայ լինելը, որ չգիտեն, ծնողները չեն ասում, ծնողները միշտ թաքցրել են, որ խնդիր չունի, բան չունի, այսպես կապրենք կգնանք, թող երեխեքը գոնե խնդիր չունենան, ու հետակայում մարդը ասում է նոր եմ հասկանում, որ մենք փողոցում ասենք մյուս երեխեք այդ որ խաղում ենք, մեզ միշտ ասում էին գյավոր, ասենք եթե ջղայնանում էին մեր վրա, գյավոր էին ասում, մենք չէինք հասկանում, ինչի մեզ գյավոր գոչում։ Փաստորեն հարևանը ինչպես փաստորեն ոչ միայն հարևանը գիտի, այլ հարևանի երեխեքն էլ գիտեն։ Նշանակում է տանը խոսում են դրա մասին։ Նրանց գյավոր են գոչում
նրանց մասին խոսվում է ոնց գիտեմ որովհետև այդ հիշողությունը շարունակվում է ես գիտեմ որ այս մարդը թուրքացավ 15 թվականին օրինակ իր երեխեքն էլ սրանք են իհարկե գիտեն բացի այդ մի քայլ էլ առաջ գնանք բեդությունը շատ լավ գիտի դա ժողովուրդը գիտի դա ուրիշ խնդիր ես օրինակ հոպային գնացել մի խումբ ասած փոքրիկ խմբով նկարանումներ բան են գանում իմ ընկերս նկարանում է մի հատ բանը ձգնորսների մի հատ բան կար նավակները կապում են այնտեղ աբաով դեղա նավահանգից փոքրիկ ձգնորսին նավահանգից մեկը տեսա մեկը սկսեց մոդենալ մեզ ասած խետ հայացքով բանը ահա Հիմա ես պիտի ասեմ դու գով եք ինչի եք նկարանում բաման որովհետև հիմնականում նախքին հայաբնակ վայրերում թե ժողովուրդը թե պետությունը շատ աջալուրջ է դա թող բոլորը իմանան այսինքն միշտ հսկում են որ կարող ես հայը եկել է ինչ որ իր տունն է ման գալիս նկարանում է բան Ես մի անգամից մոտեցա, սկսեցի բարև դվի, սկսեցի խոսել, զրուցել, բան, ասի այդպես բաները ժողովրդի ապրելակերպի մասին նկարանում են գանում, իսկապես էլ այդպես էր քիչ թե շատ կարելի ասել։ Սկսեցի խոսել, բան ասեցի, բայց հայ էր նկարանողը ոնց է։ Հայ էր, հայաստանցի էր։ Ասի ու սկսա զրուցել դերեկություն եմ հավաքում ասի բա այստեղ ինչ ազգեր կան այստեղ լազեր կան բաներ կան եւ այլ չէ ասեցի այսպես մի երկու հատ անուն տվի ասեց հա այստեղ հիմնականում այս տարածքում հոպայի տարածքը այստեղ լազեր են ասեց նրանք բանից Վրաստանի ժողովուրդ են ասեց հետո ասեց բոշաներ կան ասեց մեծ քանակությամբ հետո ասեց համշինցիներ կան ասեց դրանք հայեր են ասեց տեսեք Արևանն է ասում Շատ համշինցիներ այսօր մերժում են հայ լինելը շատերը քիչերն են որ ընդունում են Բայց այսինքն մերժել է էլի ներողություն որ մերժում են իրենց հայ լինելը այսինքն դա անում են ստիպված ինչ որ բանից վախենալով թե իրոք ցանկան մի մասը չի իմանում ներսից է գալիս այդ մի մասը չի իմանում ինչպես ասացի ծնողները թաքցրել են իրենք ինքն էլ ամբողջ կյանքում որպես Թուրքիա ապրել հիմա որ ասում ես հայ ես եւ այլն չի ընդունում այդ մարդը իսկապես չի ընդունում չի էլ ուզում ընդունի ուզում շատ էլ լավ ապրում է մարդը հիմա հայ եմ ասել ինչ լինի այդտենց էլ մեկը ասեց ինձ ասեց հա ես գիտեմ որ իմ մեր նախնիները հայ են եղել Բայց ես հիմա այս երկրում ապրում եմ, իմ երեխեքս թուրքական դպրոց են գնում, ես այստեղ թոշակ եմ ստանում բամը, հիմա ելնեմ այստեղ հայ եմ ասեմ, ինչ է լինելու։ Արդեն Ձախագոմյան եմ, արդեն խնդիրներ ունեմ, երկու անգամ խնդիրներ եմ ունենալու, ասեմ, ինձ ոչ մի բան չի տալու հայ ասել կամ հայ լինել այստեղ։ Հա, ես գիտեմ, ասում եմ, որ մեր նախնիները հայ են եղել։ Այդքան բան։ Կամ չգիտե այդ մարդը եւ չի ընդունի երբեք ինչ որ փաստեր էլ բերես ինքը փորձի միշտ հագափաստեր բերի որ փաստի որ չէ ինքը այ չէ ինքը թուրք է կամ եթե ինքը իմանում է անգամ ինքը թաքցնում է ասում է չէ խնդիր չունենամ մեն թե խնդիր չունենամ ոչ մեն բանը ձպտյալ հայերը մենք քրիստոնյա հայերը Ստամբուլում ապրող հայերս էլ տենց են ապրում ինչ է կարծում Ձնված օրվանից թակնվելով ենք ապրում մենք փոքր երեխեն որ տանը մամա է ասում եւ այլն դուրս գալուց մեր ծնողները մեզ միշտ մինչեւ այսօր էլ տենց է ասում են փողոցում ինձ մամա չասես կասես Աննե թուրքերեն խոսես հայերեն չխոսես փողոցում տենց է երկու կյանք ունեն Թուրքիայում ապրող քրիստոնյաները ոչ միայն հայերը այլ նաեւ հույները հրյաները երկրորդ անուններ են օգտագործում դրսում աշխատանքի վայրում եւ այլն բոլորը երկրորդ անուն ունեն այսինքն մի հատ էլ թուրքական անուն են օգտագործում իհարկե համայնքի մեջ տներում բավական մենք գիտենք իր իսկական անունը մի հատ էլ բանի անուն ունի շուկայական անուն ունի շուկայի անուն ունի այդպես է կոչվում դա մենք եթե այդպես ձպտյալ ենք ապրում նրանք ընդհանրապես մանավանդ որ իրենք Անատոլիայում այդ թուրքական միջավայրում ապրում են շատ կա այդպիսի դեպքեր անգամ եթե Ստամբուլ են անգամ ավելին ասեմ ես դեպքեր եմ նշել որ մարդիկ գնացել են Գերմանիա Եվրոպա ապրում են էլի թաքցնում են իրենց ինքնությունը
Այսինքն դա ներսից է կողբան, էլի, այսինքն Վախենում են, որովհետև վերջի այս կամ այն կերպ ինչ որ մի իրեն չրճաբադում թուրք կա, քուրդ կա եւ այլն, վախենում են, որ վադություն կանեն, մի բան կանեն եւ այլն։ Այդ վախը միշտ կա։ Այսինքն ստացվում է, որ մոբիլիզացնելը քաղաքականորեն չասեմ գոնե թե հանրային ինչ որ նախաձեռնությունների համար հայերին Թուրքիայում կարելի ասել անհնար է։ Ոչ մի դեպքում, դժբախտաբար մենք գիտեինք համշինցիների մասին, մենք միշտ էլ իմացել ենք, այսինքն թուրքայերը միշտ էլ իմացել ենք, որ ժամանակ առ ժամանակ ասեն պատահում էր մեկը համալսարանում կամ ծառայելու ժամանակ բանակում եւ այլն կամ այնց մենք գիտեինք, որ այսպիսի հայեր կան, սակայն ասենք օրինակ Հայաստանում չգիտեին ինչ որ մի թվական եղավ, որ Հայաստանում միանգամից մոդա եղավ համշենցիները ու անգամ մարդիկ կային ինձ մոդենում էին ասում էին որ ես ծրագիր եմ մշակել մենք պետք է համշենցիներին ոդի անենք բանը ասում էին հանգիստ մնացեք չկպնեք այդ մարդկանց թողեք եթե այդ մարդը գիտի որ հայ է եւ ինքը ընդունում է հայտյունը թող ծենը չանել սուս նստի մի խառնեք որովհետեւ դուք ասենք մեծ գործեր կանեք 20 տարի աշխատեք այդ մարդուն այդ մարդկանց այդ խումբը ոդի հանեք բեդության ձերքը ավելի երկար է ավելի ուժեղ է նաեւ բեդությունը երկու շաբաթում այդ ձեր 20 տարվա աշխատանքը միանգամից կոչնչացնե եւ այդ մարդկանց հուրավիտյան կգործնեք այդ մարդկանց հուրավիտյան կգործնեք թե ֆիզիկապես թե բարոյապես ասենք որպես հայ որպես ազգային տեսակետով այդ մարդը այլևս էլ մեկ էլ բերանը չի առնի հայի անունը հասկանում եք դա խնդիրը շատ նուրբ է այստեղ պետք է շատ նուրբ մոդենալ սա Թուրքիա է Թուրքիան առանձին է ամբողջ աշխարհը առանձին է ամբողջ աշխարհի հայությունը առանձին է Թուրքիայի հայությունը առանձին է դա շատ նուրբ վերաբերմունք է պետք է իսկ Ստամբուլի մասին խոսես այնտեղ ընդհանրապես լեզուն սովորելու լեզուն կիրառելու ինչ տարբերակ միջոցներ 15-16 հայկական դպրոց ունենք մինչև այսօր դեռ աշխատում են դրանք սակայն բաները աշակերտությունը շատ ամենօրյա դպրոցներ են այո շատ մենք կիրակնօրյա դպրոցներ ունենք շատ պակասած է եւ ժամանակ առ ժամանակ խոսվում է մի քանիսը փակելու միացնելու մասին եւ այլն փորձում էին ուզում էին անին հետո պայքար եղավ դրա դեմ եւ բախվում է իհարկե ասենք մի ամբողջ դպրոց 30 հոգու համար բախում ենք իհարկե մեծ ծախս է բան է բայց բարկաստո այսօր դեռ բախվում են եկեղեցիներ ունենք 30-ից ավել Ստամբուլում ավելի հեշտ է իհարկե իսկ 15 թվականից հետո Անատոլիայում, Թուրքիայի մյուս վայրերում մնացածների խնդիրը շատ դժվար էր իհարկե։ Ոչ եկեղեցի են տեսել, ոչ դպրոց են տեսել այդ մարդիկ գալիս էին հայերեն չէին խոսում։ Ես օրինակ ընկեր ունեմ, ինքը հայերեն չգիտեր։ Սակայն մի օր իրենց տունն էին գնացել, իր մայրը շատ ընտիր հայերեն էր խոսում։ Ասի ոնց դե դու ես հայերեն ես իմանում, դղուդ ինչի՞ չես սովորացնել ջան։ Ասում եմ մենք գյուղում էինք ապրում, այս մենք մի քանի հայ էինք թուրքերի մեջ, ասենք թե երեխեն դրսում խաղում էր թուրքերի երեխեքի հետ խաղում էր, դեպք էր լինում, ասենք երեխա են էլի գրիվ էր լինում, բան էր լինում, մեծերը խառնվում էին, երբ որ ես ասում եմ երեխուս ասում է մի արա ասում է թուրք կնիկը ասում է ահա տեսար ասեց խփի դու էլ խփե դրա համար մենք երեխեքի հետ հայերեն չենք խոսում եւ երեխեքը հայերեն չսովորեցին իրենց համար ավելի ապահով էր ապահովության խնդիր է այս ամեն ինչը եւ ծպտյալ հայերն էլ այդպիսի խնդիր ունեն ես կոնկրետ ինչ որ մի վայրի մասին եմ դասել որ այդ մարդիկ ծպտյալ հայերեն եւ իրենց հայ ինքնությունը բահում են իրար հետ են ամուսնանում, իրար մեջ են ամուսնանում, օդարին աղջիկ չեն տալիս, աչեն առնում, բայց անգամ եթե դուք որպես հայ պասպորտով, բանով գնաք ասեք այդ մարդուն, որ ես հայ եմ, դու ինձ հետ կարաս խոսես, ազատ դուրս կվռնդե քեզ, չի խոսի քեզ հետ։ Ոչ մեկ այդ գործ չեն ուզում։ Բայց ներքուս ցանկանալով խոսել եւ չեն բացում, անգամ հայի հետ չեն շփվում, չեն բացում։ Իրենք իրար մեջ գիտեն որ որովհետև պայմանները ինչ են, հա, մի օր եթե պայմանները
ավելի լավ լինեն, ինչպես ասեցինք, ինչեր այդ հաշվարկը կա, այդ մարդիկ գուցե այդ առաջիններն են լինելու, որոնք վերադառնալու են։ Հետո ես ուրիշ բան ասեմ, ասենք դարածքներ կան, որ շատ դժվար է հայ լինելը, դարածքներ կան, որ ավելի մեղմ է։ Օրինակ Դերսիմում ավելի մեղմ է խնդիրը։ Այդ որ կողմն է։ Դերսիմը բանն է, Ձոբկի տարածքն է, նախքին, այնտեղ զազաներ կան, որոնք ալևի են, եւ ոչ միայն հիմի, այլ նաև ժամանակին, այդ Օսմանյան ժամանակ կոտորածներ են կազմակերպած ալևիների նկատմամբ, անգամ կարելի ասել, որ առաջի ցեղասպանությունները հենց ալևիների նկատմամբ էր Թուրքիայի տարածքում Օսմանյան գասության ժամանակ, ոչ թե հայերի նկատմամբ, դա միայն 20-րդ դարի ամենամեծ եւ առաջի ցեղասպանությունն էր։ Ալևիները հայերի հետ միշտ լավ են եղած։ Դերսիմցի ալևիները հատկան Դերսիմում են մեծ քանակությամբ հայեր էին ապրում, Միրակյան ցեղը այդ շատ նշանավոր է։ Հետո 15-ից հետո ահագին մարդ փախավ, հայ փախան Դերսիմ փրկվեցին, նրանց միջոցով կարողացան հասնեն մինչև ռուսների կողմից գրավված Էրզրում եւ այլն եւ փրկվեցին եկան Հայաստան, բացի այդ Բեդությունը 37-38 թվականին մեծ կոտորած արեց, ցեղասպանություն կատարեց այնտեղ, բաների հենց ալևիների 1930, այո 1937-38 հանրապետության շրջան, այն որ կարծում են թե հանրապետության շրջանում բան չի բադայել, ես իրենց կարա մի ամբողջ պատմություն պատմեմ, գուցե մի հատ էլ դրա մասին խոսենք, չնայած կարծեմ խոսենք դրա մասին, պաշտպանեցին այդ հայերին դերսիմցիները եւ օգնեցին որ փախնեն, ով մնաց եւ ընդդերի հայերն էլ կային, բայց 37-38 թվականին երկու խնդիր կար, մեկը այնտեղ ապաստանած եւ այնտեղ վերաբրած հայերին էլ վերացնել, մեկ, երկրորդը բաճել դերսիմցիներին հայերին օգնած լինելու համար։ Մեծ կոտորած կատարվեց այնտեղ եւ հայերին էլ կոտորեցին իհարկե, եւ հետո այնտեղի հայերը այնտեղ աշիրետը, այսինքն մեծ ընտանիքներով են ապրում այնտեղ աշիրետ կոչված, նահապետական ընտանիքներ։ Այո, նահապետական ավելի մեծ ցեղախմբեր ավելի ճիշտ է ասենք, բայց ցեղախումբ, այսինքն այս ցեղից բաղկացած մարդկանց խումբն է, այստեղ տարբեր է, ավելի թույլ են այս կապերը, այսինքն կարող են ինձ էլ ընդունեն իրենց ցեղախմբի մեջ, այդպես էլ եղավ, հայերը մտան տարբեր ցեղախմբերի մեջ եւ ամեն մի ցեղախումբ իր հայերին ունի իմի եւ նաեւ այնպես եղավ որ այս տասնյակ տարիների ընթացքում նաեւ ամուսնացան խառը ամուսնություններ եղան եւ շատ մարդ կտեսնեք որ ասեն որ ես էլ եմ հայ, իմ մայրս հայեր, իմ հայրս հայեր եւ այլն ու հատուկ են նաեւ քիչ քանակությամբ, բայց կան լինում է որ ասեն ես ինքս հանդիպել եմ, ասում են որ հայրս էլ մայրս էլ հայ են շատ քիչ քանակությամբ, բայց եւ արդեն իրենք էլ ալևիացած են, այլևս քրիստոնյա չեն, ալևի են եւ այլն, բայց հիմա հակառակ տենդենսը կա, այդ հայերը ուզում են կամած վերադառնալ եւ ըստ իրենց իմիջայլոց ոչ թե եկեղեցին է ստիպում եւ այլն, ինչպես որ կան մարդիկ որ բնդում են Հայաստանում, ոչ հենց իրենց գաղափարով հայ լինելը հավասար է քրիստոնյա լինելու, դրա համար գնում են, մգրդվում են, ասում են, ահա, ես հիմա հայ դարձա, ոչ թե ինչ որ մեկը իրենց ստիպում է, եւ կա միություն կազմեցին եւ այլն, ես այնտեղ անգամ հայերեն եմ դասավանդել, մի տարի եղել եմ ես այնտեղ, եւ բայց նորից մարդիկ կային, որ վախենում էին միություն կա, դուրսը սրճարանում նստում էին իրար հետ, սուրճ թե էին խմում, բան զրուցում էին, բայց ասում էր այդ մեկը կար որ ասում էս մեր ընկերը ասում էր սրան չեմ կարողանում բերեմ, սրան որ բերեմ ինքը բանը ճանաչված մարդ է, հարգված մարդ է, սրան որ բերեմ լիքը մարդ կգա իր հետևից, բայց ինքը որ չի գալիս, ուրիշներն էլ չեն գալիս, վախենում են ասում է, իսկ այս մարդը ինքը բարձել ասեց, ասում է չէ, այստեղ ինչքան ուզում ես նստենք, սրուցենք, թե խմենք, բան անենք, սուրճ խմենք, խոսենք, բայց այնտեղ չեմ գա ասեց։ Եվ ինքը ընկերս ասում էր որ
տեսնում ես որ պետությունը բան չի անում այն ժամանակները չի, այսինքն քանի ինչ որ կարմիր գծեր չես անցնում, պետությունը քեզ հսկում է իհարկե։ Ես գիտեի որ օրինակ ես մի տարի ես այնտեղ ապրում եմ, ամեն օր ամեն ժամ որ խանութը մտնում եմ, ելնում եմ, այնտեղ հսկվում են, իմ հետևից մտնում էին, ելնում էին։ Այդ հաստատ։ Կամ խանութ-բաններ լուր տալիս, որ սենց եկան իմ մոտ, ասենք, բաժակ առան, ջուր առան եւ այլն, եթե ինչ որ բան, եւ մեր դասընթացների ժամանակ էլ հաստատ պետության մարդը կար, ես անգամ կասկածում եմ թե ով էր դա, եւ փորձում էին ինչ որ բաներ հարց ու փորձեր եւ այլն, բայց չեն խանգարում, քանի տեսնում են որ դու վնասակար բան չես անում։ Ասում էր չէ, դու գիտես ասում էր բանը գակավին ինչպես են որսում։ Մի հատ բանը եկ կակավ ես ձեռք բերում, բռնում ես, վանդակի մեջ տնում ես, թողնում ես որ ինքը այնտեղ ծլվլա, ինչքան շրջապատում գակավ գա, բոլորը գալիս հավաքվում են ու բռնում ես բոլորին մի անգամից, ասում է։ Այ պետությունը դա է անում, պետությունը քեզ թողնում է աշխատես, որ բոլորը իրենց թաքնված տեղից դուրս կան քու մոտ, ու մի անգամից մեր գլխին դրա համար չեմ գացում էր, այդ վախը ամենակարևոր գործոնն է։ Իսկ հետաքրքիր է քրդերը հետ ոտև իրանք ինչ որ քաղաքականացված ներքին տենց ինստիտուտներ ունեն, այսինքն պարզ քաղաքական աժոտաժի մեջ են, այսպես ասած։ Իրանց հետ ինչ որ համագործակցություն կամ ինչպես են համակեցվում էլի հայերն ու քրդերը առհասարակ, որովհետև տեղեր կան չէ որ նույն տարածքներում են բնակվում։ Հիմա քրդերի մեջ էլ մեծ քանակությամբ հայ կա, թուրքաց, այսինքն մուսուլմանացած հայեր կան, եւ այն աղջիկերքը որ դարան փախծրին եւ այն իրենց կին դարձրեցին եւ այսօր քրդերը չկա համարյա ընտանիք որ մի հայ տատիկ չունենա եւ այսօր քրդերը հպարտանում են դրանով հայերը մեր եղբայրներն են ասում են մի անգամ եղավ Հակյարիում հենց որ իմացավ մեկը որ հայերը մեր եղբայրն ես էլ ասի եթե եղբայրներն են ինչ եք մորթում հայերեն մի անգամից սսկվեց չկարողացավ պատասխանել թե հա սխալ բաներ են կարել եւ այլն բայց քրդերի ասենք քրդական այդ կուսակցությունները թուրքերն են միշտ չեշտում են դա իմիջայլոց լիքը հայեր կան մեծ թվով հայեր կան այսինքն դերսիմցիներ էլ կան եւ այլն այդ պետությունն էլ գիտե այստեղ գախտի բան չեմ ասում ես եւ պետությունը հենց չեշտում է դա ու հիմա ուզում են երկություն առաջացնեն քրդերի եւ հայերի միջեւ ասում են տեսեք ձեր բոլոր առաջնորդները իրականում հայ են դրանք դուք էլ նրանց հետևից կնում եք մեր դեմ եք պայքարում մի արեք այդ բանը եւ այլն եւ ուզում են բանը հայերի եւ քրդերի միջեւ բան խնդիր հարուցանեն սակայն կան բայց ինչ օգուտ օրինակ մի քանի տարի առաջ էր մի քրդուհի PKK-ի այդ ամորական կուսակցության ներկայացուցիչներից կարգարուն ներկայացուցիչներից մեկը հակահայկական ելույթ ունեցավ իսկ գիտեք որ դա հայ էր հակահայկական ելույթը մեծ խնդիր եղավ եւ այլն սա է վիճակը այսինքն այնպես չէ որ Հայաստանում շատ անգամ մարդիկ գաղափար չունեն գիտելիք չունեն եւ այլն ավելի ճիշտ է գիտելիք չունեն բայց գաղափար ունեն խոսում են բա զպտյալ հայերը իրանք շենց են նենց են պիտի վերադառնան եւ այլն շատ մարդիկ կան ես գիտեմ որ գնում են արևմտա Հայաստան որ ինչ որ մարդկանց հանդիպեն ասեն դու հայ ես գիտես դու մերանցից ես բանման իհարկե իրենց պատասխանը ստանում են հետ են գնում եթե ասենք արևտուրի խնդիր կա ասում են հա ես էլ հայ եմ հա դու արևտուր ես անում արի արևտուր արա եթե մի հատ ուրիշ խնդիր գլնի անգամ արյուն էլ գոսի ընդ եւ պետք է ես բոլորին ստապեցնեմ այդպես չէ արդեն ես ինչ որ բաներ բացադրեցի կարամ ավելի երկար էլ դեռ կհասցնենք անդրադառնալ ուղղակի եթերաժամանակն է քիչ մնում դրա համար ուզում եմ ավարտեմ բոլորը դժբախտաբար իրենց ուզում եմ ստապեցնեմ
այն չէ, ինչ որ դուք կարծում եք, այնպես չէ որ այնտեղ կա մի միլիոն կամ ասենք 20 միլիոն են ասում, չգիտես ինչ են ասում, հայ կա, որոնք միայն թե սպասում են այն օրին, որ ասեն մենք հայ ենք, ճիշտ հակառակը, ինչքան ուզում եք վկայություններ բերեք, իրենք չեն ընդունելու իրենց հայ լինելը, իրենք թուրքացած են, քրտացած են, նրանց միայն մի փոքր մասը կարող է ընդունի եւ նրանցից ավելի փոքր մասը կարող է ուզենա վերադառնա։ Լավ, իրական սա շատ կարևոր հարց է, իմ կարծիքով հենց նրանց մոբիլիզացնելն էլ կարևոր խնդիր է Թուրքիայի ներսում, թեկուզ առանց որևէ ինչ որ ավելի մեծ նկարտումների ուղղակի մոբիլիզացնել երևի ինքնության շուրջ, ինձ թվում է դա կարևոր հարց է, որով պետք է զբաղվել, բայց ամեն դեպքում դեռ կհասցնենք անդրադառնալ այս թեմային, որովհետև այնպես չի, որ սա այսքանով ավարտվում է, այդքան էլ համապարփակ չէին դիտարկումները, բայց դեռ կանդրադառնանք այս հարցին, իսկ մեր եթերաժամանակը սպառվում է, շնորհակալ եմ ձեզ այսպիսի հաճելի զրույցի համար, շնորհակալություն հայտնենք նաև մեր ռադիո դիտողներին եւ ռադիո լսողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, եթերում էր Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Գաբրիելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը, ստեսություն։